Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքն այսօրվանից կգործի իբրև թանգարանային համալիր։ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքերով, սա բոլորի երազանքն էր։ Նորոգումից հետո մասնաշենքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել։ Մենք ունենք մի հիմնական ցուցադրություն, հիմա մեկի փոխարեն մենք ունենք 14 ցուցադրական տարածք, 14 սրահ։ Այդ ցուցասրահներում պաշտոնապես վերաբացման առիթով Մատենադարանի այցելուն այսօր կարող էր տեսնել Վասպուրականի, Արցախի, Արևելյան մանրանկարչության, արխիվային փաստաթղթերի եւ այլ բացառիկ նմուշների ցուցադրություն։ Մատենադարանի տնօրենը վստահեցնում է, որ ստեղծվել են միջազգային պայմաններ ձեռագիր նմուշների պահպանման համար։ Օդափոխության համակարգը բարձրագույն մակարդակի վրա է։ Խոնավություն, օդափոխություն, լուսաքողարկում, դահլիճները լուսաքողարկված են, որպեսզի ձեռագրերը փոքր-ինչ անգամ չվնասեն։ Նորաբաց ցուցասրահներից թերևս ամենաարդիականը վիրտուալ սրահն է։ Ըստ ցուցասրահի աշխատակից Հասմիկ Գազազյանի, սրահում ցուցադրվելու են ֆիլմեր եւ դիդակտիկ նյութեր դպրոցականների, ինչպես նաեւ ուսանողների ու տարբեր խմբերի համար։ Այստեղ կարող են պետքա ցուցադրվի նաեւ այն նյութերը, որոնք ցուցասրահներում չեն ցուցադրվում։ Սրահում տեղադրված էկրանը շատ մեծ հնարավորություններ ունի։ Մանրանկարչության ամենափոքրիկ դրվագը կարող ենք մեծացնել եւ ինքը չկորցնի իր որակային հատկանիշը։ Ինչպես Մատենադարանի տնօրենը նշեց, հայերեն ձեռագրերի ամենամեծ պահոցն այս նորոգումից հետո դառնում է հոգևոր արժեքների պահպանման համալիր, հայագիտական կենտրոն։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դռները բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից 17-ը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սերգեյ Սարվազյան, IPV